Գաղափարից բիզնես նախագծի շրջանակում տրամադրվող դրամաշնորհներն օգնում են ապահովել ստարտափների մուտքը դեպի շուկա, իսկ ընկերությունների առաջարկած պրոդուկտներն օգնում են հեշտացնել սպառողների կյանքը։ Inftech SPN մշակել է խմիչքի գույքագրման հավելված Bar Control-ը։ Այն օպտիմիզացնում է պահեստի կառավարումը, տալիս ճշգրիտ տվյալներ մնացորդի վերաբերյալ եւ կանխում ապրանքի չհիմնավորված վատնումը։ Հեղինակը նշում է, որ ծրագիրը բարմենի համար մրցակից կամ վերահսկող չէ, այլ գործընկեր։ Պարզապես հիշեցնենք, որ հավելվածը գրանցված է որպես գյուտ։ Ինչ անել, որ բժշկին չզանգեն ուշ ժամի։ Պացիենտի հերթական գիշերային զանգից հետո նման հարցով դոկտոր Յան Արտակի հիմնադրին դիմեց նրա բժիշկ հայրը։ Հարցադրումից 3 տարի անց արդեն հնարավոր է բժշկի այցելել առանց զանգի եւ հերթերի։ Հարյուրավոր ակտիվ օգտատերեր ու գրանցված բժիշկներ կհավաստեն դա։ Մնում է միայն հավելվածում բժշկի ձեռագիրը վերծանող գործիք էլ ներառվի։ Huray Technologies ընկերության մշակած ունիկալ տեխնոլոգիայով աշխատող սարքը հնարավորություն է տալիս 10 վայրկյանի ընթացքում ստանալ անալիզի պատասխաններ 21 բիոմարկերների մասով։ Fidem ընկերությունն էլ իդեմ արհեստական բանականության հիման վրա աշխատող Zegashop-ի հոգ է տանում էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունների մասին, տրամադրում աճի ռազմավարություն, օպտիմիզացիա, խթանում վաճառքների աճը, օգնում տեղ գտնել Google-ի առաջին էջում ու հաճախորդների սրտում։ Դրամաշնորհային շրջապտույտը հավասարակշռվեց։ Այս անգամ բոլոր 4 մասնակիցները տաղավարից հեռացան մեծ ուրախությամբ եւ մեծ գումարով։ Թվում է, թե աշխարհում արդեն ամեն ինչ վաճառվում է։ Դժվար է գտնել մի բան, որն ինչ որ մեկը չվաճառի։ Արի ու տես, որ Edgar Kim-ն ու Nate Davis-ը գտան նման բան ու հանեցին վաճառքի։ Տեղ դրախտում։ Այլևս կարիք չկա խաչակրած արշավանքի մասնակցելու։ Նախագծի հեղինակները $13 դիմաց պատրաստ են ամրագրել ձեր տեղը դրախտում։ Չգիտեմ, թե ով է նրանց միջնորդը, ում հետ են պայմանավորվում, բայց ըստ երևույթին տղաները շատ լուրջ կապեր ունեն վերևներում։ Ձեր ներեցները մեկ ամսում վաստակեցին $11,000։ Հաշվի առնելով, որ պրոդուկտի ինքնարժեքը մոտ է 0-ի, կարելի է ասել, որ ստարտափերները ուրախությունից 7-րդ երկնքում էին։ Ողջույն, դուք դիտում եք Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Fast Media-ի եւ Bahamut հիմնադրամի համատեղ իրականացրած հեռուստատեսային նախագիծը։ Գաղափարից բիզնեսն է եթերում։ Այստեղ լավ գաղափարները թանկ են գնահատվում։ Սա միակ հեռուստանախագիծն է, որտեղ մասնակիցները կարող են ստանալ մինչև 10 միլիոն դրամ բացառապես իրենց գաղափարների հաշվին։ Դրամաշնորհային ծրագրի հաղթողների շարքում մեր մասնակիցների տեղերի ամրագրումը կախված է մեր ամենակարող ժյուրիի անդամներից։ Ողջունենք նրանց։ Արամ Փախչանյան, AIB կրթական հիմնադրամի համահիմնադիր եւ օգաբարձուների խորհրդի նախագահ, 2014-ից 2020 թվականներին եղել է AIB դպրոցի ղեկավարը։ Մինչև այդ ավելի քան 1 տասնամյակ եղել է ABB-YY միջազգային ընկերության փոխնախագահը։ Գագիկ Բադադյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, շուրջ 40 գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ։ Ամալիա Մխիթարյան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն, Emerson ընկերության NI-Test and Measurement Group-ի համալսարանների հետ համագործակցության տեխնիկական ծրագրի ղեկավար։ Ռեմ Դարփինյան, Smart Click եւ Viral Mango ընկերությունների հիմնադիր, թվային մեդիայի մասնագետ, ձեռներեց, ստարտափ խորհրդատու։ Աննա Խաչատրյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի գործառույթների եւ համայնքի հետ կապերի ղեկավար, ստարտափ մարզիչ, ինկուբացիոն եւ աքսելերացիոն ծրագրերի ղեկավար։ Մարիամ Մարգարյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության էկոհամակարգի զարգացման բաժնի պետ, ապահովում է վարչությունում իրականացվող դրամաշնորհային եւ մի շարք այլ ծրագրերի իրականացումը։ Մոնիկա Մաթևոսյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության նորարարության խթանման բաժնի գլխավոր մասնագետ։ 2022 թվականից հանդիսանում է նախարարության գաղափարից մինչև բիզնես եւ ներուժ Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու։ Մրցութային հանձնաժողովի անդամներից 5-ը տաղավարում են, իսկ 2-ը մասնակիցների ելույթներին հետևելու են կադրից դուրս եւ գնահատելու նույն չափորոշիչների հիման վրա։ Ժյուրին նախագծերը գնահատելու է 10 չափորոշիչների հիման վրա։
Ժյուրին նախագծերը գնահատում է 10 չափորոշիչներով։ Առաջին՝ նպատակ։ Որքանով է ներկայացված պրոդուկտի անհրաժեշտությունը հիմնավորված եւ համապատասխան մրցույթի նպատակներին եւ առաջնահերթություններին։ Երկրորդ՝ խնդիր։ Որքանով է կարևոր այն խնդիրը, որի լուծումը հանդիսանում է տվյալ պրոդուկտը։ Երրորդ՝ ազդեցություն։ Որն է ներկայացված պրոդուկտի ազդեցությունը, շարունակելիության եւ կայունության ապահովման մեխանիզմները։ Չորրորդ՝ նորարարություն։ Որքանով է տվյալ պրոդուկտը նորարարական Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում։ Հինգերորդ՝ աճի հնարավորությունները։ Արդյոք ներկայացված են թիրախային նպատակները եկամտի եւ շուկայի վերաբերյալ։ Վեցերորդ՝ առևտրայնացում։ Արդյոք մասնակիցն ունի իրատեսական ռազմավարություն եւ առաջխաղացման ծրագիր։ 7-րդ՝ մրցակցային առավելություններ, որոնք են տվյալ պրոդուկտի առավելությունները շուկայում առկա մրցակիցների հանդեպ։ 8-րդ՝ բյուջե եւ միջոցառումներ, որքանով են դրամաշնորհային գումարի տնօրինման ուղղությունները նպատակահարմար ծրագրի հաջողման տեսանկյունից։ 9-րդ՝ թիմը։ Արդյոք պրոդուկտի մշակման եւ առաջխաղացման գործընթացում ներգրավվող աշխատակիցների մասնագիտական փորձառությունը բավարար է ծրագրի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար։ 10-րդ՝ պատկերավոր ներկայացման հմտություններ։ Արդյոք մասնակիցը կարողանում է լիարժեք ներկայացնել պրոդուկտը, դրա առանձնահատկությունը եւ հետագա զարգացման հնարավորությունները։ Golden Ticket-ը եւս մեկ ամրագրում է։ Այն ապահովում է մասնակից թիմերի ներկայությունը եթերաշրջանի եզրափակիչ թողարկմանը։ Այդ ոսկե հնարավորությունը ընձեռում են Բահամութ հիմնադրամի փորձագետները, որոնք հատուկ տաղավարից հետևելու են մասնակիցների ելույթներին եւ հաղորդման ավարտին ընտրելու են, թե ովքեր հնարավորություն կստանան մրցել հատուկ ներդրումային ֆոնդից իրենց մասնաբաժնի համար։ Ողջույն, սիրելի ժյուրիի ներկայացուցիչներ, Արամ հարցս ուզում եմ ձեզ ուղղել, ինչ հատկանիշներ եք ցանկանում տեսնել փիչինգ անող մասնակցի մոտ առաջին հերթին։ Լրջություն, մեծ ոգևորություն եւ ձգտում իրագործելու կյանքում մի կարևոր բան, այլ ոչ թե զուտ գումար ստանալ եւ ամեն փոքր հաջողությունից մեծ ուրախություն։ Շատ բարի։ Ռեմ, ինչ եք կարծում, ավելի լավ է ունենալ հանճարեղ նորարարական գաղափար, թե ամուր հիմքի վրա կառուցված իրագործման քարտեզ։ Ինձ թվում է գաղափարն ավելի կարևոր է, քանի որ հիմքը միշտ կարող է տենց ոչ կայուն լինել, իրավիճակներ են փոխվում աշխարհում, նոր տեխնոլոգիաներ են գալի եւ դուք կարող եք մտածել, որ դուք ամուր հիմքի վրա եք, բայց վաղը դա փոխվի։ Իսկ գաղափարը, եթե դուք կցված եք գաղափարին, հետաքրքիր գաղափար ունեք եւ լուրջ խնդիր եք լուծում, միշտ ձևը գտնեք, թե ոնց այդ լուծումը տակ այդ գաղափարի։ Ամալիա, արդյոք ստարտափը սկսելուց առաջ անհրաժեշտ է մտածել այդ ստարտափը փակելու անցավ տարբերակների մասին։ Իհարկե ցանկալի է, որպեսզի բոլոր ստարտափները հասնեն հաջողության, բոլորը կրակեն միշտ կպնեն իրենց նշանակետին, բայց եթե տեսնում են, որ դա չի ստացվում, երևի խելամիտ է կանգնեցնել։ Աննա, եթե հնարավորություն ունենայիք ժյուրի անդամներից որևիցե մեկի հետ ստարտափ ձեռնարկել, սկսել, ում կընտրեիք։ Շատ լավ հարց է։ Մենք հենց մի 2 օր առաջ էինք խոսում, որ այս բոլորով լավ կազմ կլիներ մեկ ստարտափ անելու համար։ Ճիշտ է 7-ը մի փոքր շատ է, սովորաբար ստարտափները ցանկալի է որ սկսեն 3-4 հոգուց, բայց ինձ թվում է մեր հմտությունները ու ուժեղ կողմերը միավորելով կկարողանանք լավ ստարտափ ստեղծել եւ ներկայացնել մյուս անգամ ծրագրի ընթացքում։ Գագիկ, ինչպես վարվել, եթե ստարտափի վրա աշխատելիս փոխվում է իրավիճակ եւ քո գաղափարներն այլևս արդիական չեն։ Շատ հաճախ ստարտափերն ունեն այդ խնդիրը, ունեն մեծ կապվածություն իրենց գաղափարի հետ եւ դժվար է ընդունել, որ պետք է այն կերպ մոդիֆիկացնել տվյալ գաղափարը, որ հնարավոր լինի բավարարել շուկայի պահանջմունքները։ Շնորհակալություն։ Լավ գաղափարները շարունակում են մնալ վատ գաղափարներ այնքան ժամանակ, քանի դեռ չեք սկսել դրանք իրագործել։ Քիչ անց ծանոթանալու ենք մի քանի լավ գաղափարների, որոնք իրագործվել են ու պատրաստվում են մուտք գործել շուկա։ Դիտենք առաջին մասնակցի տեսաբացիկը։ Սարգսյան Հայկ, Երևան, ներկայացնում եմ ISTC Labs կազմակերպությունը։ Պրոդուկտը կոչվում է Thermaescan եւ իրենից ներկայացնում է կրծքագեղձի հայտնաբերման վաղ գործիք, հիմնված ջերմային պատկերման վրա։
Օրինակ Հայաստանում, որ քաղցկեղը հայտնաբերվում է ավելի ուշ շրջանում, որը ավելի է բարձրացնում մահացության ռիսկերը եւ մեր գործիքի միջոցով հույս ունենք, որ քաղցկեղը ավելի վաղ կարող ենք հայտնաբերել։ Հայաստանում տվյալները հավաքագրել ենք, հիմա արդեն բացի Էրեբունու կենտրոնից նաև համագործակցում ենք Վարդանանցի եւ Վիգմորի հետ։ Մեր շուկան տեսնում ենք ավելի շատ ասիական երկրները ու պլանավորում ենք կլինիկական վալիդացիաներ անել նաև այդ երկրներում, որպեսզի մտնենք այդ շուկան։ Հույս ունենք, որ անկախ նրանից կստանանք դրամաշնորհը թե ոչ, կունենանք պրոդուկտիվ կրիտիկաներ, որոնցից կարող ենք սովորել եւ ավելի զարգացնել մեր պրոդուկտը։ Շատ բարի, համեցեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Հայկ, դուք ունեք 3 րոպե ժամանակ։ Ժամանակը գնաց։ Այսօր ես կներկայացնեմ, թե ինչպես ենք մենք փորձում լուծել կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ուշ հայտնաբերման խնդիրը։ Նախ խնդրի մասին, կրծքագեղձի քաղցկեղը աշխարհի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որի բուժման արդյունավետության համար վաղ հայտնաբերումը առանցքային է։ Այդ պատճառով զարգացած երկրներում կատարվում են ամենամյա զանգվածային սկրինինգային ծրագրեր, որը էապես բարելավում է վաղ հայտնաբերման հավանականությունը։ Ցավոք սրտի այս սկրինինգները թանկ են, պահանջում են թանկարժեք սարքավորումներ եւ համապատասխան մասնագետներ։ Այդ պատճառով ցածր եւ միջին եկամտով երկրներում դրանք չեն կարողանում արվել զանգվածային կերպով։ Գնահատվում է, որ այս երկրներում մահացությունների 70%-ը ուշ հայտնաբերման հետևանք է։ Այդ պատճառով արդեն մի քանի տարի է մենք աշխատում ենք այս խնդիրը լուծելու ուղղությամբ եւ ստեղծել ենք մի գործիք, որը շարժական է եւ մատչելի եւ հիմնված է արհեստական բանականությամբ օժտված եւ ջերմային սենսորներով համալրված սմարթֆոնների վրա։ Մենք մեր հետազոտությունները սկսել ենք արդեն 2020 թվականից ու մինչև հիմա զննել ենք ավելի քան 4000 շահառուների։ Անցյալ տարի մենք վերջացրեցինք մեր գործիքի կլինիկական վալիդացիայի առաջին հետազոտությունը։ Իսկապես խնդիրը ինչքան շուտ հայտնաբերվի, այդքան արագ լուծում կարող է ստանալ։ Գիտական ամսագրում մի քիչ ֆինանսական կողմի մասին, մեր պոտենցիալ շահառուների թիվը շատ մեծ է, մեր առաջնային շուկաներում, Հնդկաստանում եւ Հարավարևելյան Ասիայի երկրներում 40-ից բարձր կանանց թիվը 300 միլիոնից ավելի է։ Սա համադրելով մեր լուծման մատչելիության հետ, մենք մտածում ենք, մենք նախատեսում ենք ամեն զննման համար 3 ԱՄՆ դոլար գանձել, թույլ կտա շատ արագ մտնել այս շուկաներ։ Մրցակիցների առումով մեր լուծումը շատ ավելի մատչելի է, քան մնացած մրցակիցներինը եւ ավանդական լուծումների համեմատ չի պահանջում թանկարժեք գործիքներ եւ մասնագետների ներգրավում։ Վերջում մեր թիմի մասին, թիմը բաղկացած է տեխնիկական, բժշկական, բիզնեսի եւ ջերմային պատկերման մասնագետներից, որը թույլ է տալիս մեզ ստեղծել նորարարական լուծումներ եւ առաջնորդել մեր գործիքը դեպի միջազգային շուկաներ, ինչպես նաև մենք համագործակցում ենք մի շարք փորձառու մարդկանց հետ, որպես խորհրդատուներ, եւ նրանց փորձառությունը եւ խորհուրդները մեզ ել ավելի է օգնում մեր գործիքը բարելավելու ուղղությամբ։ Ուղիղ ճիշտ ժամանակին ավարտված է ներկայացումը եւ խնդրեմ հարգարժան ժյուրի Ամալիա։ Ճիշտ եմ հասկանում, որ ձեր սարքավորումը նախատեսած է միայն առաջնային սկրինինգ անելու համար, ինչը ենթադրում է, որ եթե կան որոշակի, այսպես ասած, ցուցումներ, այսինքն ստացվել է այնպիսի պատկեր, որը կարող է կանխատեսել, որ գուցե, այսինքն դա վերջնական հստակ արդյունք չի, կա կասկած, ապա դրանից հետո նոր գնալ եւ իրականացնել արդեն ամբողջական զննում համապատասխան բուժ կենտրոնում, թե Այո, շատ ճիշտ եք հասկացել։ Մեր հիմնական մրցակիցներից մեկը ուրիշ ուղղությամբ է գնում, նրանք փորձում են դիագնոստիկ գործիք սարքել, այսինքն մամոգրամի փոխարեն, բայց մեր նպատակը դա չէ, մերը հենց պրիսկրինինգային գործիք է։ Դեպքում մի հարց, շարունակություն ես հարցի, որքան
տոկոս է կազմում սխալ դրական արդյունքը կամ բանը false positives։ Հա, մեր ուրեմն sensitivity-ն 85%-ի կարգի է, իսկ յուրահատկությունը specificity-ն էլի 83%-ի կարգի։ Դուք ներկայացնում եք ասքան այս տարիքի կանայք կային SS երկրներում, բայց հետաքրքիր է թե ձեր շուկան որն է, այսինքն դուք ձեր պրոդուկտը վաճառելու եք այդ ոչ հարուստ երկրներում բժիշկներին, ովքեր կկարողանան անեն կամ բժշկական հաստատություններին, թե բնակչությանն եք վաճառելու ձեր պրոդուկտը չներկայացրիք, ինքը ծրագրային ապահովում է հեռախոսի համար, թե դուք սարք եք վաճառում իր մեջ ներբեռնված։ Զարգացած երկրներում կա մեկ այլ խնդրեմ, այսպես կոչված ինտերվալային քաղցկեղի գաղափարն է, որ քաղցկեղը ձևավորվում է ամենամյա կամ երկամյա մամոգրաֆիայի արանքում եւ դա մեծ խնդիր է զարգացած երկրներում, այսինքն մեր պրոդուկտը, քանի որ ինքը ընդամենը մարդու ջերմային ճառագայթումն է կլանում, ինքը լրացուցիչ ճառագայթում չունի, իրեն կարելի է շատ հաճախ օգտագործել, ամիսը 1-3 ամիսը 1 օգտագործել, այսինքն զարգացած երկրներում մեր շուկան դա է։ Մեկ այլ ուղղությամբ էլ ենք աշխատում զարգացած շուկաների համար, դա քիմիաթերապիայի բուժման ընթացքի մոնիտորինգի համար էլի ջերմային սենսորներով գործիք ենք սարքում այս պահին, այսինքն իմաստը նա է, որպեսզի բժիշկը քիմիաթերապիայի ընթացքում կարողանա հեշտ գործիք ունենա, որ ստուգի տեսնի, թե բուժման ընթացքը ոնց է ընթանում։ Մենք տալիս ենք հավելվածը, ծրագրային ապահովումը, այսինքն օգտագործում ենք ջերմային սենսորների հետ կապված SD-կան, վերցնում ենք տվյալները ու հետո արհեստական բանականության միջոցով այդ տվյալները մշակում ենք եւ score ենք տալիս, հա։ Իսկ ոնց եք վերաբերում false negative-ին, երբ որ դուք մարդուն կասեք դու խնդիր չունես, ինքը վստահ կլինի ձեր գործիքի վրա, չի գնա երկրորդական ստուգվելու, այսինքն իրանք հավատալով ձեր գործիքին չեն գնա երկրորդական ստուգում, որովհետև դա թանկ է, ասելով դե մենք ստուգվել ենք եւ լավ է, այդտեղ քանի տոկոս է սխալման տոկոսը false negative-ի, որ դուք կասեք չկա, բայց իրականում ինքը այդ խնդիր ունի։ Խնդրեմ հնարավորինս կարճ, ուրեմն 15%-ի կարգի է այս պահին false positive-ը, բայց false negative-ն եմ հարցնում։ False երկուսն էլ նույն կարգի են, 85%-ը համ sensitivity-ն, համ specificity-ն, բայց քանի որ մերը pre-screening-ային գործիք է ու նախատեսված է այն երկրների համար, որտեղ կանայք այսպես թե այնպես չեն գնում մամոգրաֆիայով ստուգվելու, մեր գործիքը նախ ասում է, որ այդ կանայք իմանան, որ այսպիսի պրոբլեմ կա ու լուրջ վերաբերվեն, եւ երբ որ մեր գործիքը ասում է, որ ռիսկ չկա, մենք ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս, որ ռեգուլյար գնան ստուգվելու, այսինքն մենք նաեւ այդ ինֆորմացիան տարածելու դեր ենք փորձում ստանձնել, որպեսզի մարդիկ նախ չվախենեն մամոգրաֆիայից, շատ երկրներում մշակութային բարիեր կա։ Ես հիմա Google արեցի, լիքը նման ծրագրեր են առաջադրում, եք բոլորը վատնեն։ Ինչ ծրագրեր։ Այդ սմարթֆոն app-եր, որոնք thermal imaging-ի շնորհիվ կարողանում են breast cancer-ը հայտնաբերեն։ Ասենք մի ամբողջ էջ Google-ը տվեց տարբեր ծրագրերի, որոնք դա անում են։ Ես մի ամբողջ էջ չգիտեմ, ճիշտ ասած։ Բացեցի հեսա, 19 թվականի նորություն կա, 24 թվականի մի երկու ծրագիր կա։ AI-ով։ Հա, AI-ով։ Ոնց են կոչվում զուտ հետաքրքրության համար։ Հեսա մեկը բացեմ նայեմ։ Մինչև Արամը գտնում է, իսկ շանս ունեք 99% հանելու։ Մի հատ փոքր է։ Այո, թե Կարողանաք 99% մինչև հանեք ճշգրտությունը false negative-ի, որ դուք սխալ չկարողանաք տակ։ Չեմ կարծում, որովհետև ջերմային պատկերմամբ մի քիչ ինչքան կարաք բարձրացնեք մաքսիմումը ձեր բանով։ Ինձ թվում է 90% եւ այդ շրջակայքում լրիվ ռեալ է, որովհետեւ ջերմային պատկերման խնդիրը նա է, եթե քաղցկեղը խորն է ավելի, չի հասցնում մաշկի մոտ։ Հեսա կոչվում է Linda Lafter, գտնում է Կանադայում, արդեն սկսում է կլինիկական փորձարկումները։ Հա, իրանց մասին օրինակ տեղյակ ենք, իրանք անցած տարի են սկսել։ Ոչ մի տվյալ չկա, ոչ մի բան չկա տպագրած։ Շատ բարի, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն հարցերին պատասխանելու համար, ձեզ ուղեկցեմ դեպի սպասասրահ, իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, վայրկյաններ անց կդիմավորենք մեր երկրորդ մասնակցին։ Զգացի ճնշում, ճիշտ ասած, չհասկացա ինչով էր պայմանավորված ճնշումը,
Առաջի անգամ է որ այս product-ը ինչ որտեղ ներկայացնելուց ցենց երկակի արձագանք ենք ստացել, միշտ արձագանքը շատ ավելի տպավորիչ է եղել։ Կզարմանամ, եթե չտան դրա մաշնորհը։ Ես Արտուր Խոջաբաղյանն եմ, ներկայացնում եմ Augmentar ընկերությունը երաչափ տպագրության փորձագիտական լաբորատորիա ծրագրով։ Ես հենց ընկերության հիմնադիր տնօրենն եմ, ընկերությունը ստեղծվել է 2015 թվականին Գորիս քաղաքում։ Թիմը մենք ունենք 9 տարվա փորձ ունեցող թիմ, թիմի հիմնական ուժեղ կողմը իրակամային հատկություններն են, այն իմաստով, որ մենք հավատում ենք, որ կարելի է ապրել Գորիսում եւ գործել հրաշքներ ըստ եթե մենք ուզում ենք դա։ Augmentar ընկերությունն է, որը զբաղվում է եռաչափ տպիչների արտադրությամբ եւ հումքի արտադրությամբ, իսկ ծրագիրը փորձագիտական լաբորատորիան է, որտեղ պետք է մենք տարբեր հետազոտություններ իրականացնենք տպիչների կիրառության նոր բացահայտումներ անելով։ Խնդիրը տպիչների կիրառելիության ոնց որ ճանաչողության ցածր մակարդակն է, քանի որ մենք հասկացել ենք, որ տարբեր մարդիկ չգիտեն թե ինչ հետաքրքիր բաներ կարելի անել տպիչով Եվ մենք հենց այս փորձագիտական լաբորատորիայով պետք է կիրառությունները իրականացնենք եւ կիսվենք մեր փորձով լայն հասարակության շրջանակում։ Այս պահին մեր հիմնական խնդիրը Հայաստանում եռաչափ տպագրության ոլորտը զարգացնելն է, այսինքն առաջին փուլում մենք պետքա մաքսիմալ ռեալիզացնենք Հայաստանի շուկայի պոտենցիալը, հետո իհարկե կարող ենք նաեւ անցնել արտաքին շուկան։ Այս գաղափարին ես եկել եմ մինչեւ դրամաշնորհի լինելը, այսինքն մենք հասկացել ենք, որ այդ խնդիրը կա շուկայում եւ դրա համար սկսել ենք զբաղվել ոնց որ այն ծրագրի մշակմամբ, որը հենց այդ փորձագիտական լաբորատորիան է։ Այս ամեն ինչը ինձ համար հնարավորություն է ելի խոսելու մեր ծրագրերի մասին, լուսաբանելու, քանի որ ինքը խնդիրը հենց ճանաչողության մասին է։ Հանգիստ եմ, որովհետեւ գիտեմ, որ լավ գործ ենք անում եւ ուրախ եմ, որ այն պետքա ներկայացնեմ մարդկանց։ Բարև ձեզ, ես Արտուր Խոջաբաղյանն եմ, ներկայացնում եմ Augmentar ընկերությունը, որը գործում է Գորիս քաղաքում եւ զբաղվում է եռաչափ տպագրության ոլորտով։ Արտուր, դուք ունեք 3 րոպե ժամանակ։ Խնդրեմ։ Ժամանակը գնաց։ Ուրեմն Augmentar ընկերությունը ներկայանում է 3D տպագրության փորձագիտական լաբորատորիա ծրագրով։ Մենք այս 2015 թվականից գործում ենք, այս ընթացքում 650-ից ավել եռաչափ տպիչներ ենք արտադրել։ Եվ ունենք հոսքագիծ, որով նաև արտադրում ենք եռաչափ տպիչի լցանյութը։ Եվ մեր գործունեության ընթացքում մենք մեր ծանոթները ընկերները, երբ որ հանդիպում են մեզ, սովորաբար ինչ որ առաջարկներով են հանդես գալիս, օրինակ, ինչի՞ չես խաղալիքներ տպում, ինչի՞ չես մեքենայի աքսեսուար տպում, բժշկական կիրառության խնդիրներ եւ այլն։ Ես ձեզ էլ ես տվել եմ որոշ նմուշներ, կարծում եմ ձեր մոտ էլ հետաքրքիր գաղափարներ կարող են առաջանալ կիրառության։ Եվ մեր մոտ այդ գաղափարը հասունացավ, որ մենք գործում ենք խնդրի հետ իրազեկվածության, այսինքն մարդկանց մեծ մասը չգիտի տպիչի կիրառելիության հնարավորությունները, եւ հենց այդ խնդիրը լուծելու համար հասունացավ գաղափարը, որ մենք պետք է հիմնենք փորձագիտական լաբորատորիա, որտեղ որ բռնենք այդ առաջարկությունները, փորձենք դրանք, կիրառենք եւ մտցնենք շուկա, վաճառելով կամ կիսվելով օրինակ այդ հնարավորությունների մասին։ Սա իրանից ներկայացնում է ինչ-որ իմաստով բիզնես մոդելն է, որովհետև դա կուժեղացնի մեր բրենդը, այսինքն մենք շուկայում կդիրքավորվենք որպես ավելի լավ թիմ, ավելի լավ հնարավորություններ, որը ուղիղ կազդի մեր եռաչափ տպիչների եւ հումքի վաճառքի աճի վրա։ Ինքը ամբողջությամբ նորարարություն է, որտեղ աշխարհում փորձ համաշխարհային մենք տեղայնացնում ենք մեր շուկայում, ինչպես նաեւ ինքներս մենք անդադ նոր կիրառություններ ենք հայտնաբերելու եւ դրանք մտցնելու ենք դաշտ։ Գործընկերները մեր անհատներ, ձեռնարկություններ, ովքեր կարիք ունեն տպիչով տպված դետալների։ Էլի եմ ասում, շատ կիրառություններ կենցաղային, ռազմական, բժշկական, քանդակագործություն եւ այլն։ Շուկան աշխարհում այս 24 թվին 25 միլիարդ դոլարի չափ է, որը տարբեր հետազոտություններով մինչև 20% աճ ամեն տարի գրանցում է։ Իսկ մեր համար մենք այս պայն 220 միլիոն դրամ ենք գնահատել շուկան տպիչների եւ հումքի վաճառքի համար։ Մրցակիցներ շատ ունենք, Հայաստանում կան եւ ներկրողներ եւ արտադրողներ, մեր առավելությունն նրանից է, որ մեր փորձն է շատ, ինչպես նաեւ մենք տարբեր կոմպոնենտներ ունենք, ասենք եւ տպիչ ենք արտադրում եւ հումք ենք արտադրում եւ այդ իմաստով մրցակիցները մեր համար նաեւ գործընկերներ են, քանի որ մենք նրանց ունենք առաջարկներ տարբեր հետաքրքիր
Սա մեր բյուջեն է ծրագրի շրջանակում, որ պետք է հիմնենք այդ լաբորատորիան։ Ինչպես նաև թիմը Գորիսում է գործում, փորձ ունի շուրջ 10 տարվա եւ հավատով է, որ ինքը կարա Գորիսում լինելով հրաշքներ գործի։ Դերևս այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ ներկայացման համար, ժամանակից շուտ ավարտվեց եւ մենք պատրաստ ենք լսելու ժյուրիի հարցերը։ 3D printer, հա։ Սա շատ կոպիտ հարց կտամ բանի տեսանկյունից, էքստրուդերը, որը հանդիսանում է ձեր 3D printer-ի այն հիմնական հատվածը։ Դուք ինչ եք անում, պատվիրում եք, թե ստեղծում եք ինքներդ այստեղ։ Էքստրուդերը հենց այդ գլխիկի հատվածը այո, հենց այդ գլխիկի հատվածը, որը հենց հանդիսանում է այդ տպիչ Բրիտանիայից հենց այդ մասը, բայց իր կոմպոնենտները, աստղանիվները, այն որ ինքը հագնում է, մենք հենց տպիչով ենք տպում։ Բայց միևնույն է, այսինքն էքստրուդերը դուք ներմուծում եք դրսից։ Տպիչի լիքը կոմպոնենտներ ենք մենք ներմուծում տպիչից, այսինքն շարժիչները, ենթադրենք զողերը, Arduino platan եւ այլն։ Այսինքն ստացվում է, տեսեք, մենք ասում ենք ունենք հայկական արտադրության 3D printer, բայց դրա բաղադրիչ մասերի հիմնական մասը մենք բերում ենք այլ երկրից։ Ես եթե չեմ սխալվում, գոյություն ունի 5 կոմպոնենտ, որ դու այդ կոմպոնենտներից մի մաս եթե բավարարում ես, կարաս ասես դա հայկական արտադրություն է։ Օրինակ, չգիտեմ, մենք ասում ենք iPhone-ը ամերիկյան արտադրության է, բայց ինքը Չինաստանում է արտադրվում, որովհետև նախագծումը կատարվել է Ամերիկայում։ Ես որ գնեցի ձեր տպիչը դրեցի տանը ես կարողանամ ցանկացած բան որ ես ուզում եմ տպեմ եւ ամեն անգամ տպերուց առաջ ինչքան ջանք դի գործադրեմ որ հանկարծ բանը չհոսա չափից դուրս տակ չլինի չկպնի հատակին խնդիր չառաջանա մեխանիկական խնդիր չառաջանա չկոտրվի կեսին ինքը շատ լավ հարց է իրականում ես նախ ցանկացած բանին ասենք ես բերել եմ տարբեր բաներ, որ պատկերացնեք ինչեր կարելի է տպել երաչափ։ Բայց որակը, տեսեք, ես որպես կներեք իր հարցին պատասխանեմ, եթե կարելի է։ Շարունակությունը տամ նոր միասին պատասխանեք։ Երբ որ այսքան նյութ եք արտադրում, այսքան դուք պելա, թե AB եւ այլն նյութերը, այդ տեսակի նյութերը աշխարհի տարբեր կետերում են արտադրում եւ տեսեք դուք այստեղ մեզ ներկայացրել եք որոշակի էլեմենտներ զուտ ճշտության աստիճանից մարդ որը պրոյեկտների իրականացման մեջ հատկապես տեխնոլոգիական օգտագործում է 3D printer-ի մասեր ես այս ճշտությամբ տպագրածը չեմ օգտագործի որովհետեւ ինքը ինձ մոտ բավական լուրջ խնդիրներ կառաջանա ու ցավոք սրտի ես ստիպված եմ լինում օգտագործել իտալական արտադրության կամ այլ եվրոպական արտադրության երկրի պրինտեր, որ ինձ հնարավորություն կտա ստանալ այդ բացարձակապես չհամաձայնվել, որովհետև մենք Գորիսում ունենք արդեն փորձ նման աստղանիվների արտադրության, որոնք գալիս են մեքենաների մասերից, ասենք ստարտերը փչացել, այդ ստարտերը գալիս են մեզ են պատվիրում աստղանիվը, մենք տպում ենք եւ կիրառվում է, ինքը աշխատում է։ Ճիշտ է, բայց ինչքան ճշտությունը ինքը ունի ինչ-որ աստիճան, եթե այդ աստիճանը բավարարում ես, ինքը լրիվ օգտագործել է եւ մենք Գորիսի շուկայի վրա վստահաբար կարող եմ ասել, որ ունենք շատ Գիտեք Ամալյան ինչ նկատի ունի, ինքը նկատի ունի, եթե արդեն կա այլ երկրներում, որ բավականին լավ, բարձրակարգ արվում է, ինչ կարիք կա նորից ստեղծելու 3D տպիչներ, այլ ոչ թե ձեր լաբորատորիայի համար ուղղակի ձեռք բերել դրսի եղած տպիչները։ Ես մի շատ լավ օրինակ բերեմ, հենց Գորիսում մենք մեզ մեկը պատվիրեց հարթուկի դետալ, ինքը ինչ-որ թանկանոց հարթուկ է հյուրանոցի եւ ինքը որպեսի այդ հարթուկի դետալը ներմուծեր, պիտի Գերմանիայից ինչ-որ դա բերեր, որը հələ հարցա կարողանալու էր գտնել չէր, կարող մի խոսքով գլխացավանք է։ Եվ մենք այդ հարթուկի դետալը իրանց համար նախագծել ենք, տպել ենք հարթուկը աշխատում։ Սարքի մասին է խոսքը։ Ինչու՞ չեք դուք այդ ամենը անում իտալական սարքավորումով։ Դեք, ես չեմ եկել ասելու, որ ես ուզում եմ ստեղծեմ տպիչ։ Ես արդեն ստեղծում եմ տպիչ, արդեն վաճառել եմ դրան։ Այդ ձեր նորարարական գաղափարը Ես ասում եմ, որ շուկայում կա իրազեկվածության ցածր մակարդակ, թե ինչ կարելի է անել տպիչով եւ տեսնում եմ հենց ձեր հարցերի մեջ, որ դուք նույնպես տեղեկացված չեք։ Այ հենց այդ տեղեկացվածության խնդիրն ենք ուզում լուծել, որպեսզի ժյուրին էլ իմանա ինչ կարելի է անել տպիչով ավելի շատ բաներ։ Մարտիկ գիտեն թե չգիտեն, կա իրազեկվածություն թե չկա, դա մարքեթինգի հարց է։ Բայց մեր հարցը, մենք այստեղ ոչ թե մարքեթինգային ընկերությունների ենք դիտում, այլ կազմակերպություններ նորարարությամբ են զբաղված։ Այ եթե դու գայիք ասեիք, որ մենք տպիչ ենք ստեղծել, որը մի կոճակ սեխում ես եւ ինքը միշտ տպում է անհրաժեշտ որակով, այն ինչ որ պետք է հաճախորդին, ես կասեի բերեք, որտեղ աշխարհում այդ խնդիրը լուծված չի։ Եվ մոտենում են դրան ամենաառաջադեմ ընկերությունները արդեն ունեն տպիչներ, որ ասենք իմ դուստրը
գնել է տան համար եւ խնդիր չունի, տպում է։ Հա, թանկ է, $600-700 է, բայց աշխատում է, գործը անում է։ Դրան եթե դուք հասնեք մի օր, եկեք ասեք, մենք ասենք գոնե Հայաստանում աշխարհի լավագույն մակարդակի տիպի չա ստեղծվել եւ դրա մասին կարելի է խոսել, բայց դուք հիմա մեզ ներկայացնում եք տեխնոլոգիա, որը համատարած է, ինքը open source ամենուրեք կա եւ ասենք մասնակիցը եզրափակող խոսք ասի, եթե կարելի է։ Ներողություն։ Խնդրեմ, կարող եք եզրափակել։ Խնդիրը նրանում է, որ մարդիկ տեղեկացված չեն տպիչի կիրառության հնարավորություններից։ Մենք դա տեսել ենք Գորիսում, տեսել ենք ցուցահանդեսներում, երբ որ մեզ գալիս են առաջարկություններ են անում։ Այդ առաջարկությունների մի մասը մենք ինքներս լուծել ենք։ Ինքը եղել է որ չի լուծել խնդիրը, բայց ավելի շատ եղել է որ լուծել է խնդիրը։ Եվ մենք հասկացել ենք, որ պետք է ունենանք լաբորատորիա, որտեղ օրինակ տպենք մագնիտոֆոնի շիստրոնկա, դնենք էջում ասենք Ժորժ ջան, այս մագնիտոֆոնի շիստրոնկան որ տպեք կաշխատի, հետո օրինակ ստարտեր մեքենայի Mercedes-ի ստարտերը որ տպեք կաշխատի, մենք կարանք դա նաև վաճառել ձեզ։ Չգիտեմ, գրչատուփա, օրթեզներ են բժշկական կիրառության, որ բանը մատը ջարդվում է, օրթեզները տպում են տպիչով։ Ընդ որում մեր տպիչը ինքը տպում է դա, այսինքն մենք այդ փորձերն էլ ունենք։ Այսինքն, երբ որ ինչքան մենք շատ խոսենք, կարող ենք տպել, կոստյում, հագուստ։ Այո, մենք Գերմանիայի մի մոդելավորողի հետ աշխատել ենք, ինքը եկել է մեր մոտ եւ շոր է տպել։ Եվ այդ շորը ինքը պետքա տաներ ցուցահանդեսում ներկայացնել։ Շատ բարի, ես ձեզ ուղեկցեմ դեպի սպասասրահ եւ իհարկե այս գրչատուփը, որը ինձ հիշեցրել Շեքսպիրյան Յորիկին, ինձ հետ թող քայլի, խնդրեմ համեցեք, եւ այս պահին կարծում եմ Համլետի պես ժյուրին էլ մտածում է քվեարկել, թե չքվեարկել, տալ, թե չտալ, 10 միլիոն դրամաշնորհը։ Մենք շուտով կդիմավորենք մեր երրորդ մասնակցին։ Ստիպված էի պատասխանել իր այդ նյութի հետ կապ չունեցող հարցերին։ Այդ լաբորատորիայում տպելու եմ շատ բաներ, որոնք վստահ եմ, որ իրանց են զարմացնելու։ Ես Կարլեն եմ Մադոյան, Դուդուկի հիմնադիր եւ տնօրենը, ծնվել եւ մեծացել եմ Երևանում։ Կազմակերպության անունը Դուդուկն է։ Դուդուկը հարթակ է, որ հնարավորություն է տալիս ստեղծել աուդիովիզուալներ, որոնք երաժիշտները կարող են օգտագործել տարբեր սոցիալական հարթակներում կիրառելու համար, որպեսզի դառնան ավելի հայտնի։ Կամայական ստարտափի համար կամայական դրամական միջոց շատ կարևոր է, որը կօգնի ստարտափին ավելի առաջ գնալ, ավելի հեշտ շարժվել առաջ եւ փորձել նոր բարձունքներ նվաճել։ Թմում 7 հոգի ենք, որից 4-ը մարքեթինգի թիմն է, ունենք 2 վիզուալ արտիստ եւ ես եմ որպես տնօրեն։ Մենք շուկայում մեդիա աշխարհում ենք ավելի քան 10 տարի, իրականացրել ենք մի շարք միջոցառումներ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ շարունակում ենք դեռ իրականացնել միջոցառումներ, որոնց ընթացքում կիրառում ենք նաեւ Դուդուկի տված հնարավորությունները։ Դուդուկը հնարավորություն է տալիս առանց որևէ մասնագիտական հմտության ստեղծել աուդիովիզուալներ, որոնք կարող են օգտագործվել կամայական ժամանակ եւ կամայական հարթակում։ Իրանք առանց լիցենզիայի են։ Լիցենզիայի կարիք չկա։ Դուդուկը ստեղծվել է մասամբ դրդմամբ ու պատճառը եղել է COVID-ը, որովհետև մենք զբաղվել ենք մինչև COVID-ը ու հիմա էլ միջոցառումներով, բայց COVID-ի պատճառով բոլոր միջոցառումները դուրս եկան եւ որպեսզի կարողանանք շարունակել գործունեությունը, որոշեցինք, որ on-line հարթակներում հանդես գանք ու ստեղծենք on-line հարթակ, որը հնարավորություն կտա գումար աշխատելու։ Այդ պատճառով եւ արծավ Դուդուկի գաղափարը եւ ստեղծեցինք։ Դուդուկի գաղափարը իրականում գալիս է այնից, որ Դուդուկի պրոտոտիպը եղել է Կազանում, Կազանի գլխավոր տոնածառը պատրաստելից ստեղծել ենք համակարգ, որը կարողանում էր թույլ տալ, որպեսզի տոնածառը աշխատեր եւ զգար այգում միացրած երաժշտությունը։ Այդտեղից եւ Դուդուկի եւ on-line գնալու գաղափարից տենց համատեղեցինք եւ ստացվեց Դուդուկը, որը որ կա հիմա։ Թիմը եւ պրոդուկտը միանշանակ կմնան Հայաստանում, բայց կատարելով իհարկե մի շարք պրոյեկտներ աշխարհով մեկ, ինչպես եւ հիմա է, այսինքն մենք այժմ կատարում ենք շատ մեծ աշխատանք Հայաստանից դուրս եւ հարթակն էլ ինքը միտված չէ զուտ Հայաստանի օգտատերերին վիզուալներ տրամադրելով, մեր հաճախորդների շատ զգալի մասը Հայաստանից դուրս են։ Փորձում եմ չուզվել, մրցույթը միանշանակ սիրում եմ, երկար ժամանակ զբաղվել եմ սպորտով, որը եւ կարծում կօգնի հիմա ավելի տենց հանգիստ հանդես գալ փիչի ժամանակ։ Ճիշտ է, հիմա դուդուկ չունեմ ուրախ բարեղանակով ճանապարհելու համար, բայց խնդրեմ համեցեք եւ սկսեք ձեր փիչինգը։
Բարև ձեզ, ես Կարլենն եմ, այսօր կներկայացնեմ իմ ստարտափը, մեր ստարտափը շատ ուրախ ստարտափ է, հուսով եմ կհավանեք։ Կարլեն, դուք ունեք 3 րոպե ժամանակը գնաց։ Ողջույն, ես Կարլենն եմ, Դուդուկի համահիմնադիրը եւ տնօրենը։ Դուդուկը հարթակ է, որ հնարավորություն է տալիս երաժիշտներին ստեղծել աուդիո-վիզուալներ, գեներատիվ, որոնք ստեղծելու համար պետք է ունենալ որևէ մասնագիտական հմտություն։ Երաժիշտները, որպեսզի դառնան հայտնի, հարկավոր է իրենց ստեղծած երաժշտությունը տեղադրեն որևէ սոցիալական հարթակներում, օրինակ YouTube, Instagram, TikTok, բայց դրա համար պետք է նրանք ունենան վիզուալ։ Կարող են հիմա օգտագործել նախապես պատրաստված ֆուտեջները, որոնք այդ համահունչ են իհարկե երաժշտության հետ, կամ կարող են օգտագործել շուկայում առկա աուդիովիզուալները, որոնք այդքան էլ տպավորիչ չեն։ Իհարկե կարող են վճարել մի քանի $1000 եւ սպասել մի քանի շաբաթ, որպեսզի կարողանան ստանալ իրենց յուրահատուկ աուդիովիզուալ ստուդիաների կողմից, բայց դրա փոխարեն առաջարկում ենք օգտվել մեր ստարտափից, բերեք տեսնենք ոնց է աշխատում համակարգը։ Ունենք 400-ից ավել գեներատիվ ոճ, արհեստական բանականության միջոցով վերլուծություն ենք անում խոր երաժշտության եւ որի արդյունքում տրամադրում ենք աուդիովիզուալներ մինչեւ 8K կետայնությամբ։ Համակարգում շատ պարզ է օգտվելը, պետք չէ ունենալ որևէ մասնագիտական հմտություն, պարզապես անհրաժեշտ է բաժանորդագրել մեր փաթեթներից որևէ մեկին եւ ստեղծել վիզուալները ինքնուրույն։ Ես եւ Տիգրանը երկուսս էլ ֆիզիկ ենք, համահիմնադիրներն ենք։ Երկուսս էլ ֆիզիկ ենք եւ ունենք PhD եւ ունենք 10 տարուց ավել աշխատանքային փորձ մեդիա աշխարհում։ Սա մեր հրաշք թիմն է, առանց որոնց հնարավոր չէ ամեն ինչ իրականացնել։ Վահագը եւ Տիգրանը Համասյան մեր խորհրդատուներն են, օգնում են մեզ զարգացնել ստարտափը։ Ըստ կանխատեսումների աուդիովիզուալների շուկան կանխատեսում որ կաչի մինչեւ $20 միլիարդ մինչեւ 28 թվականը, 2028 թվականը։ Մի փոքր մեր թվերի մասին, մենք ունենք արդեն 40,000-ից ավել օգտվող։ Մենք Դուդուկը իրականացրել է Սերժ Թանկյանի վերջին երաժշտական ալբոմի բոլոր վիզուալները, աուդիովիզուալները, ինչպես նաև 2022 թվականի Քաթարի աշխարհախաղերի ժամանակ, ֆուտբոլի խաղերի ժամանակ բոլոր 8 մարզադաշտերի բոլոր ֆանզոնաներում եւ բոլոր խաղերի ընթացքում իրականացրել ենք real-time աուդիովիզուալիզացիաներ։ Հիմա աշխատում ենք $400,000 ներգրավման վրա, որը կծախսենք հիմնականում մարքեթինգի եւ պրոդուկտի զարգացման վրա։ Շնորհակալություն։ Ժամանակը դեռ սպառված չէ, անկախ այսօրվա արդյունքներից եւ ժյուրիի որոշումից իմացեք, որ +1 բաժանորդ արդեն ունեք, ես վստահաբար կբաժանորդագրվեմ, սա ինձ համար շատ պետքական բան է։ Անկախ ամեն ինչից կարող եք օգտագործել։ Ես այսպես թե այնպես, այո։ Այստեղ մի կարևոր հարց։ Ձեր նշեցիք, որ ձեր հետագա առաջխաղացման համար, շուկան գրավելու համար ձեզ անհրաժեշտ է $400,000 ներդրում։ Նախնական։ Դա դեռ նախնական։ Այս պահին կշեռքին դրված է միայն $25,000։ Որտեղից ձեզ մնացյալ 375-ը եւ ինչ հարց է լուծելու այս դրամաշնորհը ձեզ համար, որտեղ եկեք ֆիքսենք։ Եթե դուք ստանում եք դրամաշնորհ, պետք է կատարեք հստակ միջոցառումներ, ապահովեք արդյունքներ եւ կատարվեն այն բոլոր թիրախները, որ նախապես սահմանվել են։ Արդյոք կարողանալու եք ընդամենը $20,000-ով մեզ ցույց տալ, որ դա կատարվելու է։ Եվ որտեղից են 375-ը ուր եք հասել այդ մասով։ Մանավանդ եթե իմ նման ծանոթ մարդիկ բաժանորդագրվեն, Face ID-ով կարողա տեսնի, որ այս մեր Կարլենի ծանոթ Արսենն է։ Շատ լավ։ Գումարի մասով, իհարկե 25-ը մեծ մասը չի կազմում 400,000-ի, բայց մենք արդեն մի մասը ներգրավել ենք, գումարի մի մասը ներգրաված է, մոտ 80,000 ներգրավել ենք angel investor-ներից, երեշտակ ներդրողներից, ստացել ենք մի քանի այլ գրանտեր ու բացի դրանից նաև փորձում ենք աշխատել ինքնուրույն գումար։ Այսինքն նախ արտակում ունենք արդեն 40,000-ից ավել օգտվող, ինչպես ասեցի։ Որքան օգտագործող եք ուզում բերեք։ Օգտագործողներին մենք բաժանում ենք երկու մասի, B2B ու B2C օգտվողների մասն ենք խոսում։ Հիմա մի փուլում ենք մենք, որ փորձում ենք հասկանանք, որ ուղղությամբ ավելի ճիշտ գնալ B2B թե B2C, թե միգուցե երկուսը միասին թողնենք ու օրինակ B2B հաճախորդների պարագայում
իրանց գումարները, որոնք որ վճարում են, իրանք կտրուկ տարբերվում են այն գումարներից, որոնք որ վճարում են B2C հաճախորդներ, այսինքն մարդիկ, ով որ գրանցում են հարթակում եւ վճարում են այնտեղ փոքրիկ գումարների մասն են խոսում, մինչեւ $200 մասն է խոսքը գնում, ամենաթանկ բաժանորդակությունը։ Իսկ B2B հաճախորդների պարագայում խոսքը գնում է մի քանի հազարի մասին։ Այսինքն կախված թե որությունը մենք կընտրենք, ըստ այդմ թվերը կլինեն տարբեր, սակայն նա որ պետք է ամսական մոտավոր $50,000 կարողանանք հասնենք, որպեսզի մեր ուզած նախնական փուլի արդյունքներին հասնենք, դա է մեր ոնց որ մեր հարցին չպատասխանեցիք։ Հիմա եթե B2C եք գնում, շատ լավ։ Որքան ձեզ հաճախորդ է պետք, դուք թիվ ունեք, որտեղ դուք դի որոշեք, չէ՞, որոշաբար դուք բոլոր թվերը ունենայիք։ Հիմա որոշեիք դրանց մեջ։ Որոշելու համար պետք է հասկանանք, որ ությամբ է պետք շարժվել։ Հասկանալու համար դուք թվեր ունենաք, շատ լավ, որպեսզի հասնենք այդ նույն 50,000-ին, օրինակ միջին չեկը եթե վերցնենք, չգիտեմ, $100, դա կլինի 5,000։ Շատ քիչ էր մնացել, որպեսզի մենք նաև օլիմպիական խաղերի ժամանակ ներկայացնեինք, այնտեղ ուրիշ հարցերով չկարողացանք մասնակցենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, հիմա նոր փորձում ենք նոր շուկաներ մտնել, որը որ օրինակ Սաուդյան Արաբիան է, ու այնտեղ շատ մեծ միջոցառումներ են տեղի ունենալու շուտով ու հուսով եմ կմասնակցենք եւ կլինենք մաս իրանց։ Բացի դրանից, տեսեք։ Բայց տեսեք, այս 25,000-ը հազիվ թե տոմսերի գինը հերիքի, որ գնագակ այդ հարցը լուծեք։ Ուզում ասեմ, դուք ինչու եք, եթե դուք այդպիսի մեծ ձկների հետևից եք ընկած, այս գումարը ձեզ ինչով է օգնելու։ Ամայական գումար կօգնի մեզ, բայց հարցը տեսեք ինչու է, եթե 25,000-ը չենք ուղղելու այդ զարգացման մասին, 25,000-ը ուղղելու ենք հիմնականում B2C մարքեթինգի համար, այսինքն պետք է ակտիվացնենք SEO-ն, կայքի, բայց հարցը է դա, դե դեր հաջողությունը B2B-ի ասեմ ինչ, տարբերությունը որն է, տեսեք, մեր ոլորտը այն ոլորտն է, որը շատ խիստ կախված է ինչ է կատարվում աշխարհում։ Այսինքն երբ որ օրինակ ինչի ընդհանրապես ինչի առցած դուք գաղափար, որտեվ եղավ COVID ու մենք ընդհանրապես միջոցառում չկար, որ ժամանակ մեր համակարգ կարար աշխատել։ Դրա համար որոշենք գնանք on-line։ Եթե ինչ որ մի բան լինի, օրինակ պատերազմ, որ եղավ Ռուսաստանի Ուկրաինայի դեպքում, անկախ նայած որ մեր հիմնական շուկան չէր, մենք զգացինք ոնց ազդեց պատերազմը մեր վրա։ Եվ հետո B2B-ի ժամանակ ես հնարավորություն չեմ ունենա օգտվելու, ինձ համար այսքան կարևոր մի հարցը ֆոկուսի մասին է եւ կենտրոնացման մասին է, որտեղ եթե դուք երկու նապաստակների հետևից վազեք, ոչ մեկին չեք հասնում։ Շատ ճիշտ եք ասում, այդ պատճառով այդ գումարները ուղղելու է B2C-ին ու B2B ներգրավմամբ, հաճախորդների ներգրավմամբ զբաղվում եմ անձամբ։ Այսինքն օգտագործելով իմ network-ը, օգտագործելով իմ կապերը, ամեն ինչ դա անում եմ անձամբ։ Իսկ որպեսզի մարքեթինգի աշխատակիցները կարողանան ներգրավել, օքեյ, մրցակից ունեք դուք։ Մրցակիցներ ունենք, մրցակիցների հիմնական մեր առավելությունը որն է մրցակիցներից, որ մրցակիցները չեն կենտրոնանում աուդիովիզուալների վրա։ Իրանք հարթակներ են, որոնք տրամադրում են նաև աուդիովիզուալներ։ Այսինքն օրինակ իրանք տրամադրում են լոգոյի անիմացիաներ, իրանք տրամադրում են պրեզենտացիաների պատրաստում, տարբեր բաներ են առաջարկում ու չեն կենտրոնանում աուդիովիզուալների վրա։ Դրա շնորհիվ մեր վիզուալները շատ խիստ որակապես տարբերվում են իրենց աուդիովիզուալներից, ինչը նշեցի բարձ վիզուալները, որոնք կարող են օգտագործել, որոնք առկա են շուկայում։ Տեսեք, այդ վիզուալները պրակտիկորեն հնարավոր չէ օգտագործել օֆլայն իվենտների ժամանակ, միջոցառումների ժամանակ։ Եվ եւս մեկ անկողնի հարց հնարավորինս։ Որպես մարդ, որ տարիներ առաջ Winamp-ը օգտագործել, որի մեջ նմանատիպ ֆունկցիոնալ կար, Արամը կարող է հիշի տենց մի հատ Winamp-ում կար նմանատիպ վիզուալներ սարքում, այսինքն դա 20-25 տարի առաջ նմանատիպ տեխնոլոգիա, նախապապը ձեր տեխնոլոգիայի կար։ Հիմա դուք դա անում եք արհեստական բանականությամբ։ Մենք տեսնում ենք, որ վերջի տարիներին արհեստական բանականությունը բավականին արագ է աճում։ Եվ միգուցե մեծ մրցակիցներից մեկը OpenAI, Cloud նմանատիպ մրցակիցներից մեկը մի հատիկ փոփոխություն անելով հիմա իրան կարողանում են արդեն վիդեոներ գեներացնել։ Մի հատ ավել ֆունկցիոնալ ավելացնելով ձեր ստարտափը կսարքեն արդեն անիմաստ, որտեղ արդեն բոլորը գիտեն մեծ մրցակից մեծ այդ կազմակերպություններին եւ իրանց մոտ մուզիկան գցելով իրանք նմանատիպ բան գեներացիա կանեն։ Դուք ո՞նց եք տեսնում ձեր ապագան, եթե մեծ խաղացողները շուկայի որոշեն մտնեն ձեր դաշտը։ Տեսեք, իրականում այստեղ ոչ թե պետքա դիտել իրենց որպես մրցակից, այլ պետքա իրենց դիտել որպես գործիք։ Երբ որ AI-ին օգտագործում ես քո կարիքների համար, դու կարող ես AI միջոցով ստեղծել նույն վիզուալները, որը որ հիմա անում ենք, պրոտոտիպը ունենք արդեն,
փորձել ենք անենք, բայց ինչ կարևոր այստեղ հանգամանք կա։ AI-ով աշխատելու համար նախ պետք է մասնագիտական գիտելիք։ Երկրորդը մի մասը օգտագործելու համար հարկավոր նաև computing power-ը կոչվում, այսինքն հզոր համակարգիչներ ա պետք, որպեսզի կարողանաս դու դա ստանաս քո մոտ։ Մենք օգտագործելու ենք մեր մի քանի առավելություն։ Առաջինը, որ ունենք շատ մեծ փորձ շուկայում, այսինքն մենք եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս արել ենք մի շարք միջոցառումներ, ունենք շատ կրեատիվ թիմ, որը որ այս պարագայում շատ էական է։ Այսինքն մենք կրեատիվությունը մեր մի առավելությունն է, որը որ մեր մրցակիցները չեն օգտագործում ու չունեն կամ չեն փորձում կիրառեն այս պարագայում։ Դա առաջինն է, երկրորդը մենք քանի որ դեռ առաջինն ենք այս մասով, պետք է մենք ժամանակից հետ չգնանք, մենք փորձենք առաջին օգտագործել դա ու օգտագործենք այդ մեր առաջին լինելու հանգամանքը որ գնանք ավելի արագ առաջ բոլորից։ Շատ բարի, թույլ տվեք այսքանով եզրափակել, ես մի հարց տամ, ճանապարհին էլ կխոսենք։ Իսկ եթե իմ երաժշտության ներքո գեներացնենք որևէ ֆոն, այն հեղինակային իմաստով միայն իմը կլինի, օրիգինալությունը։ Մենք տրամադրում ենք աուդիովիզուալներ, որոնք որ license free են, այսինքն դու կարող ես դա օգտագործել ամեն տեղ, բայց միշտ երբ որ սարքվում են մեր վիզուալները, իրանք միշտ unique են, այսինքն իրանք չեն կրկնվում երբեք։ Ինչ հաճելի։ Համարյա ինձպես։ Շատ հաճելի։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող վարկաներ անց մենք բոլորս միասին ականատես կլինենք, թե ինչ եզրահանգման է եկել ժյուրին։ Շատ հուսով եմ, որ ժյուրին կտա մեզ դրամաշնորհը։ Ամեն դեպքում իրենց որոշելու հարցն է դա, բայց կարծում եմ, որ մենք այնց բավականին հաջողությունների հասած եւ բավականին կրեատիվ ու գեղեցիկ լուծում ստեղծած ստարտափ ենք։ Այնինչ քո գլխում է որոշում է թե ինչ կլինի քո ձեռքերում, այնինչ քո ձեռքում է որոշում է թե ինչ կգա գլխիդ։ Այս պահից ոչինչ այլևս մեր մասնակիցների ձեռքերում չէ։ Իսկ ամենաինտրիգային հարցերի պատասխանները ժյուրիի անդամների գլխում են։ Մի քիչ ձգձգենք ամենապատասխանատու պահը, խնդրենք մրցավարական անձնակազմին կիսվել ամփոփիչ կարծիքներով, այնուհետ բացահայտենք քվեարկության արդյունքները։ Գագիկ, առաջին հարցը ձեզ։ Հնարավոր է, որ որևէ նախագծի դեմ քվեարկեք, բայց ինքներդ ապագայում դառնաք տվյալ ստարտափի օգտատեր։ Հարցը ավելի քան հետաքրքրական է եւ մի փոքր շատ քիչ ճակերտները բացելով կարող եմ օրինակ բերել նույնիսկ մեր այսօրվա եթերը։ Կա ստարտափ, որին ես դեմ եմ քվեարկել։ Որն է։ Չեմ արձանագրի։ Բայց նախատեսում եմ օգտվել եւ ոչ միայն ես։ Այս համատեքստում կարևոր է դա ֆիքսել, որ այլ հարց է թե որքանով մենք կդառնանք տվյալ պրոդուկտի սպառողը եւ այլ հարց է թե որպես դրամաշնորհային հանձնաժողովի անդամ կքվեարկենք կողմ կամ դեմ։ Շատ բարի։ Ռեմ, ստարտափեր կան, որոնք արդեն տարիներ շարունակ ծավալում են իրենց գործունեությունը եւ դեռ այսպես ասած չեն կրակել։ Հետաքրքիր այս ժամանակը ինչպես հոգուտ կարող է նույն կերպել ի վնաս աշխատել գործընթացին։ Եվ այո եւ ոչ, որովհետեւ կարող է լինել ստարտափ, որ հայտնվել է իր ժամանակից շուտ, այսինքն այնքան նորարար տեխնոլոգիա է սարքել, որ շուկան դեռ պատրաստ չի ընդունել այդ տեխնոլոգիաները։ Եվ կան իհարկե ստարտափներ, որոնք տարիներ շարունակ սխալ ճանապարհով գնում են եւ չեն ուզում հասկանան, որ պետք է ճանապարհը կամ փոխել, կամ անցնել ուրիշ գաղափարի։ Այսինքն պետք է այդ գիծը հասկանալ, որտեղ անցնում այդ գիծը, արդյոք դու շատ նորարար տեխնոլոգիա ես դեռ քեզ չեն հասկանում, թե դու սխալ ճանապարհով ես գնում։ Եվ պատկերացնել, որ կողմ դու պետք է գնաս։ Ամալիա, որպես ժյուրիի ներկայացուցիչ, երբեմն լինում են ստարտափեր, որոնք շատ էմոցիոնալ բնույթ են կրում, կապված օրինակ հաշմանդամություն ունեցող մարդկանց հոգուտ աշխատելու բժշկական ստարտափեր, որոնք առաջին հերթին կարող են որպես մարդ էմոցիոնալ արձագանքի բերել։ Ինչպես եք կարողանում պահել կամ սառնասրտություն կամ սթափություն նրանց գնահատականներ տալիս։ Հստակ չափորոշիչներ կան, մենք փորձում ենք գնահատել նորարարությունը այդ գաղափարի, հասկանալ իրենց մրցակցային առավելությունը շուկայում եւ հասկանալ արդյոք այն 10 միլիոն դրամը, որը տրամադրում է իրենց, որևէ ազդեցություն կունենա իրենց հետագա առաջխաղացման համար ինչ որ կարճ ժամանակահատվածում եւ արդյոք կկարողանան իրենք որևէ ակետից
անցում կատարել B կետի։ Եվ այդ չափորոշիչները սահմանված են նախարարության կողմից, բայց այնուամենայնիվ տպավորությունը եւ ի վերջո վերջնական արդյունքը մարդը ստանում է մարդուց։ Ամեն դեպքում փորձում ենք լինել անաչառ ու ավելի առաջնորդվել մտածելով, թե այս 10 միլիոն դրամը ինչ ազդեցություն է ունենալու եւ ըստ չափորոշիչների արդյոք այս թիմին այս պահին այս 10 միլիոնը արժի տալ, թե այլ հանգամանքներ եւս պետք է հաշվի առնել։ Արամ, պրակտիկորեն խստագույն հարցերը դեռևս այնպես են ստացվել, որ մեծ մասամբ եկել են ձեր կողմից։ Հետաքրքիր է սա, բայց ձեզ ճանաչելով ես երբեմն հասկանում եմ, որ դուք այդ հարցերը տալիս եք հոգուտ տվյալ մասնակցի, ոչ թե ի վնաս։ Սա պրակտիկայի արդյունք է, որ արդեն մի անգամից ուզում եք հակիրճ շատ արագ տվյալ մարդուն դնել ճիշտ ուղու վրա։ Ես ուզում եմ մատնանշել այն տեղը, որտեղ կարող է լինել եւ ուժ եւ թուլություն։ Եվ եթե այդ կետում կա ուժ, ապա արձագանքը լինում է ուժեղ, ինչից նաև գիտակցում է, որ այո, սա այն է, ինչ որ պետք է։ Ես փորձում եմ որոշիչ հարցեր տալ, որպեսզի արդեն այդ մենք ժամանակ չունենք այս 5 րոպեի մեջ մոխրագույն հարցեր տալ։ Մենք փորձում ենք տալ սպիտակ հարցեր, որոնք Բաղդադում են որոշում են այո թե ոչ, որտեղ մենք պիտի որոշում կայացնենք, այո թե ոչ, այն բոլոր չափանիշները, որոնք կան։ Շատ բարի։ Հիշեցնեմ, որ դրամաշնորհը ստանալու համար մասնակից թիմերին անհրաժեշտ է մեծամասնության կողմ ձայնը։ Հաջողել կարող են ինչպես բոլորը, այնպես էլ բոլորը կարող են տաղավարից հեռանալ առանց ընկերության բանկային հաշվի դրական մնացորդի փոփոխության։ Տեսնենք քվեարկության արդյունքները եւ դրա համար ես այս պահին տաղավար եմ հրավիրում մեր այսօրվա 3 մասնակիցներին։ ISTC Labs SP Հայկ Սարգսյան, Augmentar Artur Խոջաբաղյան, Duduk SP Կարլեն Մադոյան։ Ինչպես է տրամադրությունը։ Արտահայտական։ Սպասողական։ Եվ ես երկար սպասեցնել չեմ տա, որովհետև ինքս ոգևորված ուզում եմ տեսնել, թե այսօր ինչպես է քվեարկել ժյուրին, նրանք երբեմն լինում են շատ դաժան, երբեմն լինում են շատ բարեգութ, թե այսօրվա արդյունքները ինչպիսին են, բոլորս միասին ականատես կլինենք։ Միշտ արդար եւ համապատասխան չափորոշիչների, որոնցով պետք է քվեարկել։ Եվ այսպես, ISTC Labs SP, որ մեզ ներկայացրեց Հայկ Սարգսյանը, խնդրեմ քվեարկության արդյունքները։ Մեկ, երկու, երեք, 4, 5, 6, 7 կողմ, ժյուրիի բոլոր անդամները կողմ են քվեարկել ձեր առաջարկած ստարտափին, խնդրեմ ձեր խոսքը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախ հնարավորության համար, իմ համար լրիվ նոր ձևաչափ էր, ես ավելի տեխնիկական գործերով եմ զբաղվում, ուղղակի հանգամանքների բերումով ես ներկայացրեցի, շնորհակալ եմ դիտողությունների համար եւ հուսով եմ կարդարացնենք հույսերը եւ մոտ ապագայում կմտնենք շուկա։ Հիանալի է, ես ձեզ շնորհավորում եմ եւ մենք անցնում ենք առաջ ու հաջորդը Augmentar Artur Խոջաբաղյանի ներկայացրած պրոդուկտին, տեսնենք թե ինչպես է քվեարկել ժյուրին։ Մեկ կողմ եւ 6 դեմ։ Ավաղ, այսպեսին է այսօրվա եզրահանգումը, բայց դուք արդեն երկար տարիներ աշխատում եք եւ կարծում եմ, որ պետք է շարունակեք, ինչ կասեք։ Իհարկե շարունակելու ենք, որովհետեւ հատկապես այս ծրագիրը ինքը հասունացել էր որպես խնդիր, մենք մեր բիզնեսի մեջ հասկացել ենք, որ կարիք ունենք այդ փորձագիտական լաբորատորիա եւ անկախ ամեն ինչից մենք ամեն ինչ անել ենք, որ դա լինի, որը վստահ ենք, որ ազդելվա նաեւ մեր բիզնեսի առաջխաղացման վրա։ Շնորհակալություն։ Եվ թվով երրորդ ստարտափը այսօրվա Duduk SP Կարլեն Մադոյան, տեսնենք քվեարկության արդյունքները։ Երեք կողմ եւ 4 դեմ, ինչը նշանակում է, որ դրամաշնորհի չեք արժանանում, Կարլեն։ Ավաղ։
Դե կփորձենք գումար վաստակել մեր ուժերով, ինչպես է վայել ենք մինչ այս։ Կարծում եմ այսօրվա ժյուրի անդամների նախաբանի մի մասը նաև դրա հետ էր կապված, որ միգուցե մենք այն ստարտափն ենք, որ կարող ենք առանց այս դրամաշնորհի ու միգուցե դա եղել պատճառը, որ չենք ստացել։ Եվ միգուցե հենց ժյուրի ներկայացուցչի Գագիկի խոսքի մեջ էլ դա կար, որ գուցե դեմ եք քվեարկել, բայց ինքը անձամբ կարող է օգտվել։ Փորձում եմ շորի ձև բացել։ Կարլեն, ամեն դեպքում դրամաշնորհի չեք արժանանում, բայց +1 բաժանով։ Շնորհակալ եմ։ 2 արդեն։ Արդեն 2։ Ժյուրի անդամներից մեկը արդեն մեր հաճախորդն է։ Հիանալի է։ Ինչի արդիվ ես շնորհավորում եմ եւ իհարկե ցանկանում հետագայում բուրըն եւ բեղմնավոր գործունեություն։ Շնորհակալ եմ։ Կարող եք շնորհավորել ձեր գործընկերոջը։ Շնորհավորում եմ։ Եվ խնդրեմ, կարող եք լքել տաղավարը, իսկ դուք մնացեք, որովհետեւ այս պահին ձեզ պետք է հանձնենք 10 միլիոն դրամի սերտիֆիկատը։ Եվ սերտիֆիկատը կհանձնի Գագիկը, խնդրեմ, եւս մեկ անգամ եկեք ծափահարություններով շնորհավորենք ISCT Labs SP Հայկ Սարգսյան։ Անկախ նրանից ստացել է թիմը նախարարության սահմանած դրամաշնորհը, թե ոչ, բոլորը հավասար շանսեր ունեն արժանանալու Golden Ticket-ի։ Շատ ուրախ եմ, դեռ չեմ հասցրել թիմակիցներիս ասել, որ ստացել ենք դրամաշնորհը, անպայման կտեղեկացնեմ ու միասին կուրախանանք։ Հաճելի զգացողություն է։ Ճիշտն ասած, մինչև այստեղ գալը համոզված էի, որ պետք է ստանանք, որովհետև պրոդուկտը իմ կարծիքով շատ հետաքրքիր է, բայց ներկայացումից հետո մի քիչ մտավախություն կար։ Ինձ թվում էր, որ չհասցրեցի տեղ, մեսիջը, բայց փաստորեն ամեն ինչ լավ ավարտվեց։ Դրամական միջոցները պլանավորում ենք ծախսել Հնդկաստանում մինի հետազոտություն անելու համար, որպեսզի հասկանանք մեր մոդելները նոր տվյալների վրա ինչպես են աշխատելու, մինչև հիմա մեր տվյալները ամբողջ Հայաստանից է հավաքագրվել, փորձելու ենք տեսնենք Հնդկաստանում ինչպես է աշխատում, որ հետո արդեն ավելի մեծ հետազոտություն անենք ու մտնենք շուկա։ Ճիշտ է, մենք բնագավառ իմաստով գործընկերներ չենք, բայց արդեն հեռուստա եթերում կարող եմ ձեզ հենց այդպես էլ դիմել։ Թանկագին գործընկերներ, համաձայն եք արդյոք այսօրվա ժյուրիի որոշման հետ։ Կամ գուցե ձեր որոշումն է այլ։ Փիչերը տպավորիչ էին, կարծում եմ։ Ժյուրիի որոշումների հետ բավական համաձայն եմ, չնայած կարծում եմ, որ դեռ վհատվելուն շուտ է ու մեր որոշումները կարող են բավականաչափ տարբերվել։ Սա հուսադրող է, կարծում եմ մեր հաշվի առնելով մեր նպատակները երկու հանձնաժողովների։ Իհարկե, դեռ ոչինչ կորած չէ։ Բայց իսկ դուք իրար հետ համակարծիք եք այդ հարցի շուրջ, հիմնականում այո։ Եվ որն է այն չափորոշիչը, որով այսօր եք առաջնորդվել։ Իրականում մենք մի քանի չափորոշիչներով ենք դիտարկում, որը յուրախություն մասնակիցների տարբերվում է ժյուրիի չափորոշիչներից, քանի որ քարտերը չենք բացում, մի փոքր գաղտնիք թողենք նաև այստեղ, բայց պահենք մտքում այն իդեան, որ տարբեր են դրանք եւ այն մարդիկ, ովքեր դուրս են մնացել, դա դեռ վերջի չէ։ Մեր եթերի ավարտին ես այս նորությամբ պետք է ուրախությամբ կիսվեմ մեր մյուս ստարտափերների հետ, որովհետև շատ մեծ հույս կար ձեր պատասխանի մեջ։ Ես տեսա, որ նրանք էմոցիոնալ իմաստով մի փոքր ընկճվեցին, բայց կարծում եմ սա հուսադրող է այն, ինչ որ դուք եք ասում։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ այսօրվա հաղթող մասնակցին, ցանկանում, որ շատ մոտ ապագայում հնարավորություն ունենա ամրագրել իրենց գրասենյակային տարածքը Սիլիկոնյան հովտում։ Մյուսներին հորդորում եմ չհուսահատվել, որովհետև եթե մարդկությունը դրամային արժույթներ ստեղծելու ճանապարհին հուսահատվեր, ապա մենք դրամաշնորհները հանձնելու էինք խխունջների, համեմունքների ու ցորենի տեսքով։ Կհանդիպենք հաջորդ անգամ ու կնպաստենք հայկական տեխնոլոգիական առաջընթացին։